Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք այլևս այլ իրականության մեջ։ Եթե կար ժամանակ, որ մենք խոսում էինք, որ գալու է այնպիսի ժամանակ, որ ապրենք խաղաղ պայմաններում, ապա այսօր վստահորեն կարող ենք ասել, որ այդ օրը եկել է եւ մենք այո ապրում ենք խաղաղ Հայաստանում։ Դե բնականաբար սա ձեռնտու չէ մեր աջ կողմում նստած, իսկ այս պահին դալիճից փախուստի դիմաց ընդդիմությանը եւ բնականաբար ասելիք չունենալով որոշեցին ընդմիջում վերցնել եւ փախչել ազգային ժողովից։ Չեմ բացառում նաեւ, որ հաղորդագրություն կամ զանգ ստացան մեզ բռնապետության մեջ մեղադրող, բայց սեփական բռնապետ առաջնորդ ունեցող մեր գործընկերները զանգ ստանալուց հետո շատ արագ տեմպերով հեռացան։ Մենք օրեր շարունակ խոսում ենք Գյումրու համայնքապետի արտահայտած մտքերից, բայց մի բան մոռանում ենք, որ այդ մարդը ընդամենը մեր ունեցած, ինչպես երեք վարչապետը նշեց, գանձերի հավաքական կերպարն է։ Եվ բոլորի երազանքը, այո, ստրուկ լինելն է, հպատակ լինելն է եւ միութենական կազմի մեջ հայտնվելն է։ Ես ուզում եմ մեր սիրելի քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպիսի այս մարդկանց համապատասխան պահի տան արժանի գնահատական եւ վերջնականապես անվերադարձ սրանց ուղարկել քաղաքական աղբանոց։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպիսի մենք այսօր հպարտորեն կանգնենք եւ բոլորս միասին արձանագրենք, որ այլևս ապրում ենք խաղաղ Հայաստանում եւ արդեն մոտ 2 տարի սահմանին չունենք զոհեր, վիրավորներ եւ միջադեպեր։ Շնորհակալ եմ։